Շարունակում ենք Սելի հեռուստադիտողներ, մայիսի 23-ին ժամը 20-ին մեր Մկրտչյան արտիստական թատրոնում տեղի կունենա հայերի իշխանություն ներկայացման առաջնախաղը։ Ներկայացման մասին մանրամասներ կպատմի մեր հյուրերը, չէ, մեր հյուրը։ Հյուրերը քնած են։ Մեր հյուրն է Ռուզաննա Մանուչարյանը, ողջույն Ռուզան։ Լավ ես։ Լույս, լավ եմ, դուք ինչպես եք։ Մենակ դες կարողացել արթնանալ։ Փաստորեն, ես նույնիսկ չեմ էլ հասցրել քնել։ Նորմալ, որովհետև մեր փորձերը իսկապես շատ բուրըն են ընթանում ու հիմնականում ամբողջությամբ մենք գիշերվա ժամերին ենք անում, ելնելով թատրոնի զբաղվածությունից։ Դե մեր մոտ էլ էր վերջին շրջանում այդպես, համ դահլիճներ այդ ժամերին ազատվում, համ էլ կարծում արդեն վերջին պրագոնները անցնում են գիշերները։ Հա, ուղղակի շատ գիշերն ենք, էլի մենք շատ խորը։ Դե մենք մինչև 4-ը այնտեղ ենք։ 3:30-4-ը հա թատրոնում ենք լինում։ Ոնց է։ Հրաշալի։ Ես քանի որ շատ անկեղծ ու ազնիվ մարդ եմ, ես շատ ինֆորմացիա ունեմ ներկայացումից, հա, նաև փորձերին եմ մի քանի անգամ ներկա եղել։ Ինչի մասին է, դե պատմի, քեզնից հարցնեք, պատմի Դավիթ։ Ես իհարկե չեմ պատմի, ես խորհուրդ կտամ առհասարակ ցանկացած հասուն մարդ, հասուն ու կրթված ու խելքը գլխին մարդ ինքը այս ներկայացումը պետք է նայի, որովհետև նախ պիեսն է ֆանտաստիկ։ Այո, Դավիթը ճիշտ նկատեց, որ պետք է իսկապես որոշակի բազամարդ ունենա, որպեսզի այս ներկայացումը հասկանա, որովհետև մի փոքր բարդ թեմա ենք ընտրել, չնայած դա բարդ չի, մենք ենք ավելի շատ երևի բարդացնում։ Թեման աստվածաշնչյան է ու մենք այնտեղից երկու սկզբի պերսոնաժներին վերցրել ենք, գեղարվեստական լուծումներով ներկայացնում ենք հանդիսատեսին։ Խոսքս Ադամի ու Եվայի մասին է, երեք արդեն խոսել ենք։ Դու Եվան ես։ Ես Եվան եմ, Կարենը Հովհաննիսյան, Ադամն է։ Ու երկուսդ եք բեմում։ Երկուսով ենք բեմում, ներկայացումը տևում է մոտ 1 ժամ։ Այ մանրամասները չեմ ասի, կգաք։ Ոնց է ես եմ ընդդեմ։ Բոլորն էլ կան։ Բոլորով նկատի ունես Տեր Աստվածը, հա, տենց։ Բոլորը եւ ամեն ինչ։ Այսինքն գաղափարը կա, քիչ ուրիշ ենթատեքստով կա եւ ներկայացվածը ավելի սիմվոլիկայով, դա պետք է Դավիթի ասած, որ մոտենան, տեսնեն, տեղում հասկանան։ Իսկ ինչու է թեման։ Այդ հարցը ես կուզեի, որպեսի Նարեկին հնչեցնեինք, բայց ցավոք սրտի Նարեկը այստեղ չի։ Հիմա պատասխանատվություն պիտի վերցնեմ ինձ վրա ու երևի թե իր փոխարեն պատասխանեմ, ելնելով Նարեկի խոսքերից, ինքը երեք ասաց, որ որոշակի կյանքի փուլ է գալիս, երբ որ դու ապրումներիդ, ինչ-որ խնդիրներից ելնելով ուզում ես անդրադառնալ այդ թեմային եւ հիշեցնել մարդկանց, որ հավատը եւ ավելի մոտ լինել Աստծուն ամենակարևոր ու գլխավոր կետերն են, որոնք մարդիկ երբեմն անտեսում են կամ մոռանում են։ Հետո նաեւ ես ուզում եմ խոսել սրա մասին, այն ինչ որ ոչ թե կատարվում է եւ պիեսում եւ ներկայացման մեջ, առհասարակ Ադամի ու Եվայի թեման, դա տղամարդու եւ կնոջ թեման է, որը որ միշտ ակտուալ է, որը որ միշտ մեր կյանքում կա, ասեմ ավելին ոչինչ չի էլ փոխվել, այն ժամանակվա վեճերը, դավաճանությունը, հիմա առհասարակ դավաճանություն երևույթը ոչ թե Եվայի դավաճան, այլ դավաճանություն երևույթը, ինքը մեր կյանքում կա, ինքը մեր բոլոր հարաբերություններում կա, մանավանդ տղամարդկին հարաբերություն եւ որ չեմ ուզում դա շատ ինչ-որ սպոյլ անեմ, որովհետեւ ես դրա իրավունքը չունեմ, ես ներկայացումից մենակ Ռուզաննան կամ Նարեկն ու Կարենը կարող են ասել ինչքան կարելի է եթերում սրա մասին խոսել, ինչը պետք է այնտեղ տեղում տեսնես, բայց դա մեր մասին է, մեր առօրյայի մասին է, տղամարդկին հարաբերության մասին է եւ վերջի ինձ թվում է ներկայացումը նայելուց հետո մտածելու եւ նաեւ քո մեջ խնդիրներին լուծում տալու մասին է։ Միանշանակ, այս այն բարդ ներկայացումներից մեկն է, որոնք որ մտածելու տեղ են տալիս շատ։ Ով էր բեմադրել։ Նարեկը Մանուչարյան եւ պիեսի հեղինակն է, այո, եւ բեմադրիչ ռեժիսորն է։ Իդեպ ես Նարեկից ու Կարենից շատ նեղացած եմ ու վրդոված եմ, որ նրանք այստեղ չեն։ Համարել ինձ Կարենը հրավիրում։ Հայր իշխաններն են։ Այո։ Հա, բայց իմ կարծիքով ես ուզում եմ նաև մի քիչ դե Կարենին ես չեմ գովալու եթերում, որովհետեւ բոլորը գիտեք ու բոլորը գիտեն, որ մենք մոտ ընկերներ ենք, բայց ես ասեմ Նարեկը ինձ համար շատ լուրջ բացահայտում է, մենակ այս ներկայացումով չէ, բայց ես կոնկրետ այս ներկայացման ես երբ որ մի փոքր պիեսին ծանոթացա, հասկացա թե ինչքան
խորը, ինչքան կիրթ ու ինչքան հետաքրքիր նաև ռեժիսուրայում, երբ որ նայում ես թե ինքը ոնց է աշխատում։ Նույն շատ հետաքրքիր տղա է, կողքից երբ որ նայում ես, այդ ամեն ինչ այդ գաղափարը հավաքելը շատ բարդ է։ Ու իսկապես բարդ էլ տրվում է ամեն ինչ։ Եթե ես այսպես նստեմ ու ասեմ, որ հրաշալի է ամեն ինչ, հեշտ ենք գնացել, անցել այս ճանապարհը, չէ։ Իսկապես բարդ է տրվում ու այդ գիծը պահել է սկզբից մինչև վերջ, ներկայացնելով ամբողջ մոլորակի կին եւ տղամարդու կերպարը այս երկու կերպարների մեջ այդ շատ բարդ է, բայց ներկայացման մեջ այդ բոլոր կետերը զարգացումները կան, այսինքն այդ աճը կա, փոփոխությունները կան, ու հենց դրանով էլ բարդ է, որ այդ գիծը ճիշտ բեմադրելը, բռնելը, հոգեվիճակը, ու իհարկե դե Կարենն էլ Կարենն է, դե Կարենն է։ Չէ, Կարենը իսկապես շատ մեծ աշխատանք է տարել, այսինքն բոլորս յուրաքանչյուրս անդադար աշխատել ենք ու ամեն ինչ արել ենք, որպեսզի այս ներկայացումը ունենա շատ լավ որակ ու կարծում եմ ինչքան ժամանակ է որ փորձերի մեջ եք։ Փորձերը այսպես դանդաղ հունվարի վերջից մենք սկսեցինք, բայց ավելի ակտիվ սկսեցինք մարտի կեսերից աշխատել այս պիեսի վրա։ Մարտի։ Այո։ Ոգին երկար ժամանակ է պատրաստվում եք։ Ոնց ես ագին ժամանակ այլ ընկեր չունեմ։ Տարել են ընկերոջը։ Զրկել ենք մենք ընկերոջը։ Զրկել են ինձ իմ ընկերոջը վայելելու իրավունքից։ Չէ, իրականում շատ լավ է, որովհետև Կարենն էլ երկար տարիներ բեմ չէր բարձրացել, ինձ թվում է սա դերասանի համար կարևոր իրադարձություն է։ Շատ կարևոր, միանշանակ, հա։ Դրա համար այդ չէ, հավես է շատ։ Հիմա մենք մոտենում ենք, արդեն մոտեցել ենք ավարտին, վաղը չեմ մյուս օրը մեր առաջնախաղն է, ու այսպես հասկանում ենք, որ իզուր չէր այդ անցած ճանապարհ, այդ բոլոր խոչընդոտները, խնդիրները, որովհետև իսկապես էլի եմ ասում, ամեն ինչ այսպես հարթ չի ընթացել, խնդիրներ եղել են, բայց մենք երեքս այսպես համառորեն հաղթահարել ենք ու անցել ենք առաջ։ Դե թե Իսկ ո՞նց ընտրվեց ձեր կերպարները։ Սա պիեսը Նարեկի գաղափարն էր ու քանի որ հիմա չեմ ուզում այնպես ստացվի, որ եկել եմ ասում եմ, վայ, ես, բայց ես մեծ ցանկություն ունեի նորից վերադառնալ բեմ, որովհետև 5 տարի աշխատել եմ թատրոնում, որից հետո դադար ունեցա, ու այսպես միշտ Նարեկին որպես ընկեր ասում էի, նախընտրում եմ մի հատ լավ պիես գրի, խաղանք, ու ասեմ ավելին, դեռ այս նախապատրաստական աշխատանքները անցած տարվանից են սկսվել, այսինքն Նարեկը այսպես մտածում էր, ասաց մի հատ լավ միտք ունեմ, ու վերջ ծավալվեց, այդ միտքը եկավ ու մենք ընտրվեցինք, գիտեք ոնց, այս գործը ամեն ինչ ոնց որ այսպես մագնիսի պես ձգում է իրան, այն ինչ պետք է։ Այն ինչ ավելորդ է, չի լինում, ինչքան էլ մենք սենց համառորեն ասում ենք, չէ, պիտի սա այսպես լինի, բայց չի լինում։ Ոնց որ ինքը իրանով Ես հիմա շատ վտանգավոր ու քո համար ոչ ցանկալի հարց եմ տալու, բայց կերպարները ընտրվելու հետ կապված սերիալը ինքը իր սերիալում ձեր կերպարը միասին, այդ չգիտեմ, այդ որպես խաղընկեր իրար զգալը ինքը նշանակություն ունեցել է, թե չէ։ Միանշանակ, բայց դա այստեղ պիտի Ես գիտեմ, որ մեկը մյուսի հետ կապ չունի։ Բոլորին իսկապես մեկը մյուսի հետ ընդհանրապես որևէ կապ չունի, նույնիսկ sense մի փոքր կետ Դե պետք է չէ որ կապ ունենար նախ սկսենք։ Պետք է չի, բայց մենք չէինք սպասում, որ այս աստիճան կապ չունենա մեկը մյուսի հետ։ Ուզում եմ ասել, սերիալը լրիվ առանձին պատմություն է, թատրոնը մանավանդ այս թեմաներին անդրադառնալը լրիվ այլ։ Բայց այստեղ իհարկե փրկում է իմ ու Կարենի համատեղ փորձը, աշխատանքային փորձը, ճիշտ է եմ ասում տարբեր է, բայց գոնե այն որ մենք ճանաչում ենք իրար ու երկուսիս էներգետիկաները եւ վիզուալ առումով մենք շատ սիրուն ենք լինում բեմում, այդ բազմաթիվ հարցեր լուծելը։ Ինչքան է տևում ներկայացումը։ 1 ժամ 15 րոպե։ 1 ժամ 15 րոպե։ Այո։ Ու ամենաբարդն է, որ մենք մտնում ենք բեմ եւ այլևս բեմից դուրս չենք գալիս մինչեւ վերջ։ Ախր չգիտեմ, սա ժամանակները փոխվում, հա։ Հստակ ժամանակաշրջան չկա։ Նախ ուզում եմ շնորհակալություն ասել մեր զգեստների նկարչին նաև Մարինեին Թադևոսյան, ով ամբողջությամբ 0-ից Նարեկի հետ իհարկե համատեղ աշխատանքի ընթացքում ստացել են մեր հագուստները, որոնք ներկայացման ընթացքում անդադար փոփոխվում են։ Այսինքն մենք չենք մնում նույն հագուստով։ Ես դրա համար այդ հարցը տալիս։ Հա, ցենց հերվից եկանք էլի ու դա էլ հենց բերում է հոգեվիճակի փոփոխմանը, կերպարի աճմանը ու առհասարակ այն ճանապարհին, որտեղ ինքը գնում է,
որովհետև մենք ունենք հստակ սկիզբ եւ ավարտ։ Ու այդ ընթացքում այն զարգացումները, որոնք կերպարները ապրում են, դա նաեւ հագուստի միջոցով է։ Բայց հագուստային առումով ժամանակահատված փոխվում է, թե մենք Ոչ, ժամանակահատված չի փոխվում, դա պայմանական մի ժամանակահատված է, այո։ Ես հետաքրքիր եմ, ինչ ես վերում։ Ես իհարկե հեսա տղաների համար անակնկալ կլինի, որ Սրավիրա Տոմսոնը իմ ձեռքերում են։ Լավ չմանրամասնեմ, չէ, Կարենը պիտի բերեր։ Կարենը պիտի բերեր։ Բայց ես որոշեցի, որ ես էլ կբերեմ։ Մենք սիրով հրավիրում ենք ձեզ մեր առաջնախաղին։ Մայիսի 23-ին, մայիսի 28-ին, ժամը 20:00-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում։ Անտիշ, քանի որ ժամանակը սուղա, երևի վերջին հարցը ես կարող եմ տալ, շնորհակալություն, էլ եք խաղալու, թե մեն պրեմիերայի օրը։ Չէ, պարտադիր խաղալու ենք, այս պայդրությամբ ունենք երկու ֆիքսված օրեր, մայիսի 23 եւ մայիսի 28։ Հունիս ամսվա հետ կապված մենք արդեն կհրապարակենք մեր սոցիալական կայքերում եւ տոմսերը կարող են ձեռք բերել տոմսարկղ.am։ Բայց քանի որ հայերի իշխանություն այստեղ մենք փորձում տղամարդու դերը առաջի պլան բերել։ Ես հիմա չեմ ուզում մանրամասնել, որովհետև եթե շատ ուշադիր մենք ուսումնասիրենք պոստերը, իսկ այստեղ ամբողջությամբ սիմվոլիկա է, ամեն ինչ դետալային բացատրություն ունի, եթե ուշադիր նայեք, մենք գուցե ինչ որտեղ հուշումներ լինեն։ Իրականում այստեղ գլուխը կնոջ տղամարդուն կամ կնոջը առաջին պլան բերելու միտք Իսկ սկզբանե դու մտածում ես, որ հայր իշխանություն, բայց դե ինչպես որ կյանքում։ Այո, ասում եմ ինչ ունենք, այդ ունենք, չնայած որ դրա մեջ էլ իր ճշմարտությունը կա ու գուցե ճիշտ բալանսավորումը, տղամարդու կրակն ու բոցը մի քիչ որ ասում եմ սաստկացնելու կամ ճիշտ ուղղության տանելու, բայց չէ, սաստ ընդհակառակը։ Ես կարծում եմ ուղղակի պետք է իրեն ճիշտ բաշխի կինը, բայց այդ կինն էլ հմուտ լինի, որ կարողանա այդ բաներ, չէ, մի ժամանակ այն որ ջուրը գալիս էր, սենց բաներ էին փորում, մարգերտուչուրիկ, հա, որ ինքը այս ուղղությամբ գնա մի քիչ, այն ուղղությամբ գնա եւ հավասարաչափ ջրվի այդ ծառերը։ Իրականում այդ ջուրը որ գալիս է, որը գուցե տղամարդն է, թե այս դեպքում որպես սիմվոլիկա։ Ինչ որ հետաքրքիր է դիտես օրինակը։ Հա ջան։ Օրինակը հետաքրքիր էր։ Հա, փորողը պիտի ճիշտ տանի, այսինքն այնտեղ տանի, որտեղ հետո այդ ծառերը պիտի պտուղ տան։ Թե չէ դու կարող ես ոչինչ չանել, ինքդ ես մի օր կգա ու բան չի չեք տանում։ ամեն ինչ կա, խելք չունենք։ Լավն էր։ Հա, դու խելք չունենք, որ ունենանք կտանենք։ Ռուսյան, ձեզ հաջողություն եք մաղթում։ Դե իհարկե մենք կգանք կվայելենք ներկայացումը։ Մենք սիրով սպասելու ենք։ Այո, շատ հաջողություն ենք մաղթում։ Այո, ինձ Կարենը հրավիրել էր մի քանի օր առաջ, ճիշտ ասած անակնկալ էր, ես չգիտեի, որ ներկայացումը բեմադրվում, նախ Կարենին չճանաչեցի սկզբից, հետո որ ասացի սիրով ու հիշում էի անընդհատ, որ ինչ որ 20 քանեցին ինչ որ բան պիտի անեմ, բայց չէի հիշում։ Հա, լավ եկավ, որովհետև մոռանալու էի։ Չնայած Դավիթը կհուշեր, բայց այնուամենայնիվ ես քանի որ գիտեմ, թե ոնց են դերասանները դետալ ստեղծում, հավաքում, ոնց են հուզվում պրեմիերաներին, որովհետև ուզում են, որ իսկապես հանդիսատեսը հիացմունքով հեռանա հետո դահլիճից, եւ մեր գործն էլ իրականում գնահատելն է այդ աշխատանքը։ Եվ շատ հաճախ այդ քննադատությունները փորձել ոչ թե չանել դա, այդ մեր տեսակն է, բայց քննադատելիս իրականում պետք է հասկանալ մենք իսկապես այդ գործից հասկանում ենք, որ քննադատենք ճիշտ թե մենք ուղղակի ուզում ենք ինչ-որ բան էլի կասկածի տակ դնել։ Եկեք ուղղակի մի քիչ էլ հիացմունք տանք, որովհետև ես ես հավատացնում եմ, որ դերասանը բեմում լավ գիտի ինքը 100% էր թե 90։ Եվ անկախ նրանից դուք ինչ կասեք, բայց եթե դուք ավելի լավն եք ասում, ինքը 100%-ից ավելին է ուզում հետո տալ, որպեսզի արժանի լինի այն գնահատականին կամ այն հիացմունքին, որ դուք արտահայտում եք։ Եվ վերջում առհասարակ արտիստը ինքը պետք է մի քիչ ոգևորություն ապրի, որպեսզի կարողանա էլի ստեղծագործել էլի նոր ներկայացումներ, էլի նոր ֆիլմեր։ Դրա համար պետք է առհասարակ հանդիսատեսը մաքսիմալ ակտիվ լինի բոլոր առումներով։ Մաքսիմալ ակտիվ լինի, որ մարդիկ հնարավորություն ունենան ստեղծագործելու, որովհետև եթե մարդը հիասթափություն ապրեց, բնականաբար երկար ժամանակ ինքը պետք է միջոցներ ման գա, որպեսզի կարողանա ինքը վերականգնվի։ Դրա համար իմը շատ կարևոր է, որ մենք մեր արտիստերին շատ սիրենք, իրենց կողքը կանգնենք, իրենց ներկայացումները նայենք եւ
հոտնկայս ծափահարենք, իհարկե ամեն ներկայացում չի կարելի հոտնկայս ծափահարել, բայց ամեն դեպքում եթե զգում ես, որ դա քեզ ինչ-որ բան տվել է, դու այդտեղից դուրս ես գալիս լրիվ ուրիշ մարդ կամ մի քիչ ուրիշ մարդ, ուրեմն դա նշանակում է, որ այո, ներկայացումը կայացած է։ Շնորհակալ եմ Ռուժ ջան, որ դու եկել ես, Պրեմիերա, շնորհակալություն, այո։ Լավ լիցքերով վարակելու։ Իսկ այն երկու մարդամեկերին ես այսօր կզանգահարեմ եւ կասեմ, որ Սրտիդ խոսքը կասես։ մի բան կասեմ։ Մեր ընկերներին, այո։ Գովազդ մեր եթերում։